Մեկնաբանությունները տարբեր են, բայց սա իրականում քաղաքական հիստերիա է։ Ես չեմ ասի, որ դա անձնական հիստերիա է այս իշխանությունները, որտեղ իրենք հիստերիա չունեն, իրանց մոտ ամեն ինչ հաշվարկված է։ Եվ այն ինչի միջով մենք անցնում ենք, մեզ համար է դա նորություն, սա ծրագիր է, որը նոր չի մշակվել։ Սա ընթացք է, որի միջով մենք անցնում ենք։ Եվ այս ընթացքում միգուցե մենք շատ դեպքերում նաև չենք հաջողում, որովհետև մենք ծրագրին բնական է տեղեկացված չենք ու ամբողջությամբ չէ։ Այն ինչ որ երբևէ չէինք պատկերացնի, հիմա մեր հետ տեղի է ունենում։ Ես այսօր ամբողջ օրը հիշել եմ, որ եկեղեցիները իրենց զանգերը հնչեցրել են մեկ էլ 1918 թվականին, երբ թուրքն էր իր յաթաղանով հային մորթում եւ փորձում գրավել նաեւ այս փոքրիկ Հայաստանը։ Եվ այդ ժամանակ եկեղեցին էլի հնչեցրել է։ Հիմա մենք ստացվում նույն իրավիճակում ենք, բայց չենք գիտակցում, որ իրականում այսօր հանցագործները իշխանության տերերն են, իսկ անմեղները հանցավորի կարգավիճակում են։ Որովհետև այս պարագայում խոսել այլևս պետության մասին, խոսել ինչ-որ համակարգի մասին եւ ընդհանրապես հուսացած լինել ընդհանրապես իրավական համակարգի արդարադատության վրա միամտություն է։ Այս ամենը տանում է նրան, որ այո, այսօր հիմա է Հայաստանում հեղափոխական իրադրությունը, երբ այլևս վերևները ի վիճակի չեն կառավարելու, իսկ ներքևները այլևս չեն ուզում ղեկավարվել այս կերպ, որտեղ այս կերպ մենք հստակ տեսնում ենք պետության ավարտը, իսկ պետության ավարտին, երբ որ տանում են իշխանությունները, այս պարագայում այլ բան չի մնում, հա, եկեղեցին հնչեցնում է զանգերը, ժողովուրդը պիտի ոտքի կանգնի, չկա տարբերակ, այստեղ անձերի շուրջ չի, մի քանի օր առաջ Բագրատ Սրբազանի շուրջ չէր, Դավիթ Գալստյանի եւ մյուս մեր ընկերների շուրջ չէր, այսօր Սրբազանի Աճապահյանի շուրջ չէ, վաղը կաթողիկոսի շուրջ չի լինելու, սա հայ ազգի շուրջ է, ինչ որ տեղի է ունենում, սա կոտորած է բառից բուն իմաստով, ես այդպես եմ ընկալում, եթե կա այլ ընկալում կամ կդիտարկվի իմ ասածը որպես խուճապ առաջացնող խոսք, ես ասեմ, ես անցել եմ բազմաթիվ դաժան բաների միջով, բայց այնտեղ ես գիտեի, որ իմ թշնամին էր, այնտեղ թուրքներ, այնտեղ ադրբեջանցիներ, ես այստեղ չգիտեմ արդեն ինչ պետք է անել, հա, այս պարագայում, երբ որ հայը եւ քո իշխանությունը իրականում յաթաղանով դուրս է եկել իր ժողովրդի դեմ։ Տիկին Հակոբյան, ինչն է ժողովրդի ընդվզումը, ներգրավվածությունը, բավարար է գնահատում։ Գիտեք, այն ինչ որ այսօր տեղի էր ունենում օրինակ Վեհարանում, հա, Էջմիածնում, դա պորտկում էր, դա իրոք անկեղծ պորտկում էր։ Այնտեղ այնպես չէր, որ ընդդիմադիրներն էին, հա, ընդդիմադիր դաշտներ, որ արդեն 5 տարի պայքարում է այս իշխանությունը, այնտեղ ժողովուրդն էր։ Այնտեղ մարդիկ էին, վստահաբար կարող եմ ասել, որոնք միգուցե դեռևս օրեր առաջ աջակցում էին այս իշխանություններին, միգուցե, բայց այսօր այդ պորտկումը շատ անկեղծ էր ու այնտեղ մարդիկ հասկանում էին, որ իրենց ոտքերի տակից, իրենց թիկունքից տանում են հենքը, տանում են ամենակարևոր հենքը, որը պաշտպանել է իրենց, որի շնորհիվ այսօր հայ ազգը առ այսօր ապրել է եւ այսօր մարդիկ հասկանում էին, որ արդեն իրոք ազգի ոչնչացման մասին է խոսքը։ Եթե այս իշխանությունները խոսում են պետություն, պետականություն, չգիտեմ ինչ հեքիաթներ, այսօր մեր ժողովուրդը հասկանում է, որ զուտ ազգի գոյության մասին է խոսքը արդեն։ Եթե չկա ազգի գոյություն, եթե ազգը չի գոյատևելու, չի լինելու, ինչ պետության մասին ենք խոսում, ինչ պետականության մասին ենք խոսում ընդհանրապես։ Նշեցիք, թե ըստ ձեր տեսակետով ինչ է տեղի ունենում, իսկ ինչ է կարծում, ինչու հիմա ու այս տարի։ Գիտեք, ես կարծում եմ բոլորս կարող ենք հանգիստ տրամաբանել ու հասկանալ, որ գոնե եկեղեցու դեմ արդեն հիմնական արշավ սկսեց ամսի 20-ին, երբ Հայաստանի Արդարադատության վարչապետը այցելեց արդեն Ստամբուլ, հա, եւ մենք տեսանք ինչ էր կատարվում։ Ըստ էության իր մեկ տողով մեկնաբանությունը, որտեղ մենք տեղեկացված չենք, այնտեղ իրենք ինչ են խոսել։ Մեկ տողով մեկնաբանության մեջ հասկանալի էր, որ արդեն խոսեց, ինքը ասեց, որ սկսել են զրոյական կետից, իսկ մենք գիտենք զրոյական կետը ինչ տեղի ունեցավ Արցախի հետ, ես անկեղծ ասած վախենում եմ իր նման մեկնաբանություններից։
եւ հասկանում եմ դրա հետևանքները։ Եվ խոսեց նաեւ, որ իրենք հավատարիմ են Պրահայի պայմանավորվածություններին։ Իսկ Պրահայի պայմանավորվածություններից մենք տեղյակ ենք Արցախի մասով հանձնմանը Արցախին, հա, իլուր աշխարհի հանձնեց մարդը բանավոր պայմանավորվածությամբ։ Մենք չգիտենք բանավոր այլ ինչ պայմանավորվածություններ են եղել։ Եթե իրենք Արցախի հարցը համարում են փակված, հետեւաբար մնացած պայմանավորվածությունները Հայաստանի մասին է։ Եվ բնականաբար մենք տեսնելով 2021-ից Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջները Հայաստանի սուվերեն տարածքների մասին, վերջերս արդեն ձևակերպումը որպես արևմտյան Ադրբեջան, ուղղակի հասկանում ենք, որ խոսքը որ հատվածի մասին է Հայաստանի, որտեղ միգուցե իրենք եկել են արդեն պայմանավորվածության եւ այս քաոսը, որը ստեղծվել է, եւ մանիպուլյացիա է եւ ինչ որտեղ նաեւ հասկանալի է, որ այն ընդհանուր գործընթացը, որը այսօր Հայաստանի շուրջ տեղի է ունենում, ներքաղաքական խնդիրներով ժողովուրդը դուրս է մնում այդ գործընթացից։ Մնացածը իր անելիքն է, որը ինքը անում է դրսում արդեն։ Իսկ ըստ ձեզ ինչ է անում դրսում այդ ձեր։ Գնանք